Ամբողջ մեկ օր հանգիստ ունենալուց հետո երեկոյան սկսվում է Miracle Tour and Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Դուբայ Աբու Դաբի Շարժա խմբային տուրի հաջորդ էքսկուրսիան։ Մենք գնում ենք Global Village։ Դե ինչ մենք արդեն Global Village-ում ենք, ես հայկական գերբը ու մեր խումբը։ Ստեղ նայեք, մենք գնում ենք ամենաթույն վայրերից մեկը Դուբայում, Global Village։ Այո, ժողովուրդ, իրականում Global Village-ը դարձել է Դուբայի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկը, քանի որ այստեղ դու միանգամից հայտնվում ես մոտ 100 երկրներում, որտեղ ազգերի մշակույթների մի մեծ սինթեզ է՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Շրի Լանկա, Բանգլադեշ, Սիրիա, Կորեա, Թայլանդ, Ամերիկա, Հորդանան, Քաթար, Լիբանան, Ռուսաստան, Եգիպտոս, Ճապոնիա, մի խոսքով մոտ 100 երկրների տաղավարներ, որտեղ ներկայացված են այդ բոլոր երկրների խոհանոցները, հագուստները, խնամքի եւ հարդարման պարագաներ, կարճ ասած ամեն ինչ այդ երկրներից։ Ահա արդեն այստեղ սկսվում է մի մեծ համերգ, անդադար իրար հետևից երգում են հայտնի երգիչներ, եւ այս գեղեցիկ համերգով էլ եզրափակում ենք մեր օրը։ Հաջորդ վերջին օրը կրկին մի լավ հանգիստ ունենալուց հետո ուղևորվում ենք Դուբայ Սաֆարի։ Ժողովուրդ նայեք Մարինա Բիբլոս հյուրանոցային համալիր, ու ստեղ նայեք ջիպերը պատրաստ են ու մենք գնում ենք հիմա Սաֆարի։ Իմ ամենասիրելի էքսկուրսիաներից մեկը անապատներում Սաֆարի։ Նախ կանգ ենք առնում կվադրոցիկլների մոտ, տուրիստներից շատերը սկսում են ցուցադրել իրենց հմտությունները եւ գնալով անապատի խորքը սկսվում է Jeep Drive-ը։ Այնուհետև սահում ենք անապատի բլուրներից Էպա, ես նույնպես փորձում եմ Ժողովուրդ, այս ամենը անբացատրելի է, տեսեք անապատի երեկոյան գեղեցկությունը եւ սկսվում է անապատի մոգական հրաշքը։ Ընդամենը րոպեներ հետո անապատի կենտրոնում սկսում ենք վայելել 1001 գիշեր արաբական շոու ծրագիրը։ Սկզբում ելույթ են ունենում արաբական ազգային պարերի խումբը, այնուհետև գալիս են դերվիշները, իսկ հետո կրակի աճպարարները Եվ երեկոն հասնում է իր գագաթնակետին, արաբուհիները իրենց մոգական պարերով խենթացնում են բոլորի։ Դե իսկ վերջում իհարկե որտեղ սպոն այնտեղ էլ հայկական երկու պար։ Ահա այսպիսի խենթացնող 8 օրեր հատուկ Դուբայ Աբու Դաբի Շարժա խմբային տուրի մասնակիցների համար, իսկ մենք կհանդիպենք ընդամենը մեկ օրից Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրի ժամանակ։